Փարվանահեռուստատեսության եթերում կրկին փայլող աստղեր հեռուստանախագիծն է։ Այս անգամ մենք ընտրել ենք բոլորովին այլ ոլորտի հետ կապ ունեցող մարդու։ Մեր հյուրն է Թենգիզ Վարդապետյանը։ Թենգիզ Վարդապետյան ծնվել եւ ապրում է Նինոցմինդայի մունիցիպալիտետի Մեծ Խանչալի գյուղում։ Մանկուց երգապարը եղել է նրա սիրելի զբաղմունք, ու մինչ օրս նա այդ ոլորտում է։ Համարվելով Նինոցմինդայի Փարվանահամույթի սան, առիթ է ունեցել մասնակցել բազում փառատոնների, ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սիրում է ասմունքել, ապագայի համար մտադիր է դառնալ դերասան։ Նախ ներկայացեք ով եք, որտեղից եք եկել եւ ինչպիսի նախասիրություններ ունեք ու ինչ կապ ունեք հիմնականում մշակույթի հետ։ Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել բոլորին, բոլոր մեր ջավախահարությանը։ Ես Թենգիզ Վարդապետյանն եմ, ծնվել եմ 2008 թվականին Նինոցմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղում։ Այժմ ապրում եմ այնտեղ, սովորում եմ Խանչալի հանրային դպրոցի 12-րդ դասարանում։ Բացի դպրոցից ինչով ես զբաղվում, որ ոլորտում ես դու ավելի ակտիվ։ Բացի դպրոցից զբաղվում եմ պարով, պարեզում եմ շատ ակտիվ, երգում եմ որոշ չափ, մեծ նախասիրություն ունեմ թատրոնի հետ, սակայն փորձեր երբեք չեմ արել, ասմունքում եմ, գրում եմ բանաստեղծություններ, հատկապես հայրենասիրական թեմաներով եմ սիրում եւ պարել, եւ երգել, եւ ասմունքել։ Բարի հաճախել եք արդեն բավական երկար տարիներ, մասնակցել եք ինչ-որ փառատոնների եւ ամենանշանակալից, ամենատպավորիչը ձեր համար բռնել։ Այն մասնակցել եմ բազմաթիվ փառատոնների, բազմաթիվ արդեն 8 տարի է հաճախում եմ Փարիզ, սակայն դեռ վաղ ժամանակից եմ հաճախել, մշակույթի տունը արդեն պարում եմ 8 տարի, սակայն դրանից առաջ մասնակցել եմ էլի փառատոնների, որը շատ մեծ նշանակություն ունի ինձ համար, որովհետև այդ ամենը գալիս է մեր աշխատանքի շնորհիվ, մեր պարուսույցի շնորհիվ, նրա աշխատանքի շնորհիվ։ Իմ շրջագայության մեջ ամենատպավորիչ պահերը եղել են Բուլղարիայում, Հունաստանում, հենց այդ երկրներում ես ծանոթացա ևս մեկ մշակույթի հետ, տեղի մշակույթի հետ, տեղաբնակների, ծանոթացա Իրանի մշակույթի հետ, ունենք Լատվիա, Լիտվա, այդ երկրներից, դա նույնպես մենք տեսնում ենք, ծանոթանում ենք եւ մշակույթի հետ, եւ տարազների հետ, շատ լավ է, որ այս մշակույթի ոլորտում կան այսպիսի ճանապարհորդություններ, համերգներ, մասնակցելու համերգների, տեսնելու այլ երկրների մշակույթը, նախ եւ առաջ ցույց տալու մեր մշակույթը, հայի մշակույթը եւ հենց այդ ամենի մեջ է այս բոլորի բովանդակությունը։ Ձեր ընտանիքում կան արվեստի հետ կապ ունեցող մարդիկ, արվեստը ուզում եմ հարցնել, թե ձեր մոտ ժառանգական է, թե ձեռքբերովի ուղղակի տեսել ես, հավանել ես ու ստացել ես։ Դեռ քույրս շատ մանկուց պարել է, երկու քույրս պարել են, միջնեկ քույրս նույնպես մշակույթի տանը մեծ ելույթներ է ունեցել, մասնակցել է Քոբուլեթիում համերգների, տարբեր փառատոների, բայց նշանավորը տատիկս լավ երգում է մինչև այսօր, հայրիկս էլ է երգել մանուկ հասակում, սակայն դե գիտեք առաջ այդ շունչ չի եղել, որ շարունակե եւ կիսատ թողնելով չի շարունակել, դե կան գեներիս մեջ ունեմ, ժառանգորդ եմ այս ամենի եւ շարունակող եմ։ Պարարվեստում, թեկուզ հայկական, թեկուզ վրացական, այդ քեզ ամենահոգեհարազատը ու այն պարը, որը դու զգում ես, որ քո մեջ շատ լավ է ստացվում, որն է։ Ամենաշատը իմ մեջ դա ժողովրդական պարն է, ժողովրդական պարից բացի ազգագրական պարերից ամենաշատը ես սիրում եմ Յարխուշտան, որը շատ հնուց եկած պար է եւ հենց Ջավախքին վերաբերյալ Կարնո Քոչարին, որը ամենաշատն եմ սիրում։ Ճիշտ է, նայեք ինչ կան մարդիկ, որ ասում են ընդամենը մեկ շարժում է, բայց այդ մեկ շարժումով մեկ շարժումի հետևում պահվել եւ պահպանվել են մեր երեխաները, որոնք թշնամու հալածանքներից փրկվածներ են եւ կանայք եւ տղամարդիկ այդ պարը բարելով թույլ չեն տվել, որ ոչ մի անգամ
ոչ մի հրացանի գնդակ անցնի իրենց միջով եւ դիպչի երեխաներին։ Այս շարժումը հենց դա է խորհրդանշում։ Բազմաբովանդակ ու բազմաճաշակ է ձեր օրացանկը, ինչպես հասկացանք, անցնենք նորից մշակույթին, մենք մեր լրատվականը բազմից եղել փառատոնների եւ մենք մեր տեսախցիկից դուք չեք վրիպել ասմունքի փառատոնում, ինչ է ձեր համար ասմունքը եւ որն է ձեր ամենասիրված հեղինակը։ Ասմունքը դա մի ուրիշ աշխարհ է։ Ասմունքող դա ամեն մարդու բան չէ։ Ասմունքը պետք է զգաս բանաստեղծի ներդաշնակ հոգին։ Պետք է զգաս նրա իղձը, նրա կատարած աշխատանքը։ Եվ արտասանելով բանաստեղծությունը պետք է լսես. Հեյ, պարոններ, ականջարեք, թափառական աշուղիս, սիրույն տիկնայք, ջահել տղերք, լավ ուշտրեք իմ խաղին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից, հերթով գալիս անց ենք կենում ես անցավոր աշխարից։ Անց ենք կենում սեր ու խնդում գեղեցկություն գանձ ու գա, մահամերն է մենք մահինը մարդու գործն է միշտ ամմա։ Գործն է ամմա լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, ելնեք նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար։ Չարնել է միշտ ապրում ամմեր անեցք նրա չար գործին, որ թիվինի թեհերն ու մեր թե մուրազով սիրածքի։ Ես լավության խոսքն եմ ասում, որ ժպտում է ամենքիս, հիմի եկեք մի բան պատմեմ մեզ բոլորիս։ Նադիր շահը զոր քաղաքեց անհամար, եկավ թմուկ բերդը պատեց, ինչպես գիշերն են խավար։ Հեյ քաջ թաթուլ կանչեց շահը, ամմա էիր քեզ կարծում, եկ բերել եմ ես քու մահը, ինչ ես թարել ամրոցում։ Մի պարծենա գորոզնադիր պատասխանեց են սկան, գլխովդ շատ ամպեր կանցնես, սարը միշտ կա սասան։ Ասավ կանչեց իր քաջերին, թուրը կապեց հավլունին, թրավ հեծավ նժույթն իր ձին դաշտն իջավ այրունի, ու 40 օր 40 գիշեր կռիվ տվին անդադար, ընկան քաջեր, անթիվ քաջեր, բերդի գլխին հավասար։ Ուրան թուրան ողջ եկել են, թաթունն անհաղթ անընկուն, բերդ ու բաբան խորտակվել է, նրա բերդը միշտ կանգուն։ Ու միշտ ուրախ հաղթանակով իր ամրոցն է դառնում նա, սպասում են տեղ կինը, ջահել կինը սևաչյա։ Են տեսակ կին, ես իմ հոգին, թե աշողն էլ ունենար, առանց զենքի, առանց զորքի, շահերի դեմ դուրս կգար։ Ով կհաղթեր քաջ թաթուլին, եթե չլիներ կինն ու գինին։ Մեր այս ծրագրերի ընթացքում բազմից ենք հյուրընկալել տաղանդավոր երեխաների, լինեն երգիչներ, արվեստի գործիչներ, բայց այս մեկը եզակին էր, որ Ջավախքում ծնված երիտասարդ ուզում է դառնալ դերասան։ Միգուցե աշխարհում ճանապարհորդելը նրան կապել աշխարհագրության հետ, սերը դեպի աշխարհի հետ, չգիտեմ, բայց մենք ուրախ կլինեինք, որ նրան տեսնենք թատրոնի բեմում։ Հիշեցնենք, որ այսօրվա մեր հյուրը Թենգիզ Վարդապետյանն էր, Մեծ Խանչալի գյուղից։